Տեր, երբ քեզ քաղցած տեսանք և կերակրեցինք, կամ ծարավ ու խմելու բան տվեցինք, երբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք, կամ մերկ և հագցրինք, երբ քեզ հիվանդ տեսանք, կամ բանտում ու քեզ այցելեցինք։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Մեր Տերը այս հատվածում իրեն նույնացնում է քաղցածների, ծարավածների, աղքատների, օտարների, հիվանդների և բանտարկյալների հետ։ Նրանց ծառայելը նույնն է, ինչ նրան ծառայելը։ Նա, ով կերակրում է քաղցածին, կերակրում է Քրիստոսին, նա, ով այցելում է հիվանդին կամ բանտում եղողին, այցելում է Քրիստոսին, նա, ով օտարականին է ընդունում և հոգ տանում, ընդունում է Քրիստոսին։ Հիսուսի անունը առավելագույնս փառավորվում է, երբ մենք սիրում ենք անտեսվածներին, որովհետև հենց այդպես էլ նա սիրեց մեզ։ Ոչ թե մենք սիրեցինք իրեն, այլ նա առաջինը սիրեց մեզ, երբ մենք նույնիսկ սիրվելու արժանի չէինք ու մեզ ստեղծող Արարիչ Աստծուց երես թեքած ամեն մեկս մեր ճանապարհների մեջ մոլորվել էինք։ Քրիստոնեությունը գիտելիք չէ, կրոն չէ, այլ կյանք է, որ երևում է գործով ու դրսևորվող սիրով։ Ճշմարիտ հավատքը տեսանելի է դառնում ոչ թե բարձր տեղերում եղողներին ծառայելով, այլ ցածր, փոքր, աննշան մարդկանց ծառայություն մատուցելով։ Հիսուսի այս խոսքերը հիշեցնում են մեզ, որ ոչ մի բարի գործ նրա աչքերում փոքր չէ։ Ովքեր են ամենափոքրերը մեր կյանքում։ Արդյոք մենք տեսնում ենք Քրիստոսին նրանց մեջ։ Թող մեր սերը արտահայտվի ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Տեր, օգնիր ինձ տեսնել քեզ ամենափոքրերի մեջ։ Տուր ինձ սիրտ, որ առանց վարանելու ծառայեմ նմաններին։ Ամեն։